Գիրագի փետրվար 1-ին համասկայինի Հարություն Մանուկյան քրաթարանին մեջ դեղի ունեցավ համասկայինի քլացոր մասնաճյուղի քրասերներու խմբակի հավաքը սերը խորակրով, ուր ներկայացվեցան ստիրո մասին անհամար ստեղծագործություններ, թիդենք մասեր սույն հավաքեն։ Պետրոս Թուրյան կնկատվի արևմտահայ բանաստեղծության մեծերեն։ Անհազիվ թագած երիտասարդության թուրը թուքախտի զոհ կդառնա 20 տարեկան հասակին։ Սկյուդարի սոխակի նրբահյուս դողերուն մեջ սերը նորապտիտ երազմն է, գայծեր, որ սակայն դատապարտված են դխուր վախճանի։ Հաջորդաբար կներկայացնենք սիրել և լճակ բանաստեղծությունները։ Բույրը նայվածք, փունջը ժպիտ, քուրամը խոսք թյութեց իմ սիրտ։ Ես ուզեցի լուր մենենալ, սիրել փթիթք, խորշեր թավուտ, սիրել գայծերն երկնիկապույտ, արդվան շաղն, իրիկվան փալ, ճակատագրիս սև քիծ կարդալ, խոգալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։ Օ, խուրձ մը վարս, եթե մը շունչ, շրջասկետ մը շրշեց իմ շուրջ։ Ես ուզեցի լոգ ու մինակ, սրդակցիլ չինչ վդագին հետ, հիշադակի չունին ահետ։ Լճակ, թույ ես թակուհիս, զիտ հովեման խոշոմից, թացյա խոքիտ մեջ խվով, զիս կպայես թողթալով։ Շատերը ժիստ մեժեցին, կնամ ունի սոս կսին, մին թողթոչ է, կուն չունի, մուսն անսավ գմերնի, ոչ ոքսավ, հեք տհա, արդյոք ինչու կմխա, թերևս ըլլաքեհանի, թե որ սիրեմ չմերնի։ Ոչ ոքսավ սադրհին բադրենք սիրտը դրմակին, նայինք ինչեր կրված կան, հոն հրթեր կա, ոչ մադյան, հոն կա մոխիր, հիշադակ, ալյատ հուզին թող, լճակ, զիքու խորքիտ մեջ անցկավ, հուսահատ մնայեցավ։ Միսակ մեծարենցի ստեղծագործությունները սիրո թրթրումներ են, մեղմավար փոթումներ, երազային ու չինչ, ուր բանաստեղծը գդենչա սիրո լույսով բարուրեր իր այլապես տխուր սիրտը։ Տխուր, որովհետև իր բարակային ևս երիտասարդությունն ու մահը միաժամանակ հասած էին իր թուրը թագելու, երբ հազիվ 20 տարեկան էր։ Լսենք վարկյանը։ Թույլ շրշույնը, հետո փույրը մշկենի, և համրակին կիրքը ձերքես կինավար, երազներու բերջուհին է, որ կանցնի, ու գփոթի ծովակնոք վույս մեղմավար, ու գփոթի ծովակնոք վույս մեղմավար, և ալիքմը, թևը պացած գվազե կրգել ափունք նիղցիս ոսկի ավազե, ով քաղցրությունը նայված կինիր ծաղիք, ով բերջությունը քնած կինիր հբարդ, ճամփուն վրա իր քայլերուն հետ կվարդ, ուր հեշտորեն գհածի թերի մենիկ սիրտս, փոցմը մթնշաղին մեջ անհետ։ Հակոբ Պարոնյան կնկատվի հայուն երգիծական հանճարը մարմնավորող մեծություն, այսպես կգրեն իր մասին։ Սակայն մեծն երգիծապանին իր չքավոր ու ծայր աստիճան հիվանդ օրերուն օժանդակող չէր եղած։ Պարոնյանի քրիչը եղավ անգեղծ ու ղանթու, հորի փառքերու քննադատությամբ։ Ներթափանցելու, բեղելու, լույսին բերելու եզակի կարողությամբ օժտված էր Պարոնյանը։ Իր թատերքությունները մինչև օրս փեմերու վրա են։ Սիրո մարդկային հարաբերության մասին իր երգիծականեն քանի մտող կբաժնենք ձեզի հետ։ Աղջիկներեն ոմանք կնմանին վարպետ մրգավաճառներուն, որ գողովի վրա քանի մը խոշոր ու փայլուն խնձոր գտնեն և գողովը քիչ մը քննել ուզես գարկ ավրեցի լսելով գվրընդեն։ Խոհեմություն, որ գիրքերու սանցն է, գրեթե միշտ կսանցվի գիրքերեն։ 18 տարեկան աղջիկը թյուրավար փայդե շինված դում է
եւ ոչ մեկ ապահովագրական ընկերություն կրնա զայն ապահովել սիրո հրթեհեն թեմ։ Շարունակելով բոցո մեջ, էջ գտածնենք թեպի սիրո քնքուշ երգիչ Մաթեոս Զարիֆյան։ Վաղամերիկ փոսահայ բանաստեղծներու շարքին է։ Տասնամյակը ավելի բայկարել է երգ թոքախտի զոհ գնաց։ Մարմնագրությունությամբ եւ անգլերենի լեզվի ուսուցմամբ սպաղող երդասարտին կյանքը լեցուն էր վերիվայրումներով։ Այս մասին նախապես անդրադարձած ենք իրեն նվիրված հավաքի ընթացքին։ Գիտեր, որ մահը կմոտենար։ Ուրեմն զարմանալի չէ, որ Զարիֆյանի համար սերն ու թախիծը զուգահեռափար եղած են։ Հակառակ անով, որ հիվանդանոցներու մեջ մաշեցան իր դարիները, Զարիֆյան չգործընծուց կյանքը սիրելու քնքշությունը։ Մոտը չիչած, իրիկ վնե, իրենսի թե ինձ համար սերը դժգույն զաղիք մնե, զոր շունչի ստակ չեի գրնար ապրեցնել, լուր կխնդար։ Մոտը չիչած, իրիկ վնե իրենսի թե ինձ համար սերը հիվանդ կարապ մնե, զոր շրտունքներս չեն գրնար կյանքի պերել, լուր կխնդար։ Մոտը չիչած, իրիկ վնե, իրենսի թե ինձ համար սերը մերնող նշույլ մնե, զոր իմ հոգիս ալ չեր գրնար փոցավարել, լուր կխնդար։ Բարյուր Սևակի յանքի մեջ հայտնված են սերեր, որոնք մեծ ազդեցություն ունեցած են բանաստեղծին վրա։ Հավանաբար ծանոթ է Սևակի եւ Սուլամիթայի սիրո պատմությունը, որ տեղի գտած է Սևակի հադորներում մեջ։ Սևակ սիրո մասին գրված բանաստեղծական շարքեր ունի։ Դու բանաստեղծությունը գրված էր Մոսկվա 1958-ին։ Դու երկու տար։ Դու հասարակ մի թերանուն։ Եվ ընդամենն այդ քո երկու հատիկ տարով այս փոխանցակ աշխարհին ես ինձ տերանում։ Դու երկու դար։ Ու ես քարնան հողի նման քո գենսադու չերմությանն եմ ընդենանում։ Դու երկու դար։ Եվ ահա ես երջանկության համն եմ զգում իմ փերանում, անչադումին եմ փերանում եւ թերանում եմ կատարել հրամանը տարապանքի։ Վահան Թեքեյանի քրիչին դակ սերը քախտնի բարդեզ է։ Խորը սկացումներու արդահայտիչ արևմտահայ բանաստեղծ, խմբակիր եւ գրթական մշակ Վահան Թեքեյանի կյանքն ու գործերը կվգայեն ինքնամփոփ եւ ըսկայուն մարդու մասին, որ իր սերը բահեց թաքնված սրդին խորերը։ Ինչու անունդ այստեղ չգարենամ քրել ես, եւ աշխարհի չհայտնեմ, թե քեզ ինչպես սիրեցի։ Երկու վանգերը անոր կզրուցեմ քաղտնապես, եւ այն ամփոխ չգտվի սիրո մադյանը ինձի։ Ինչու անունդ այստեղ չգարենամ քրել ես։ Հիմա հերու իրար մե, միայն անունդ ունիմ պերնիս վրա, համբույրիմը բես աննյութ և անուշ։ Քիշեր ադեն սենյագիս մենության մեջ մդերիմ, ես զայն գսեմ և ահա քեզ գդեսնեմ կաղցրահուշ։ Հիմա հերու իրար մե, միայն անունդ ունիմ։ Բժիշկ, փանաստեղծ եւ արձակագիր Ռուփեն Սևակի եւ իր կնոջ Քերմանուհի Յանի Ափելի սիրո բամությունը շատերով ուշադրությունը գրաված է։ Անթրանիկ Ծառուկյանի «Սերը եղերնի» մեջ վեպը Սևակ Ամոլին կյանքին մասին է։ Անոնց մինչև սերը ոչ միայն Սուրբ Պսակի արժանացուց սիրենք, այլ շարունակվեցավ Ռուփեն Սևակի սպանութենեն ետկա, երբ Յան Ափել ուխտեց իր զավակները ամեն քնով հայ մեծնել ի դես իր ամուսնույն եւ հայության թեմ կորձված ցեղասպանության ի սեր Ռուփեն Սևակի։ Սիրո քիրքահադորեն հադուկ կորձմը ճիշտ սերը մտածել գուդա։ Արդյոք ճիշտ կամ սխալ սերալ գա ըստ Սևակի։ Ճիշտ սերն այն է, որ չես սեր բարեկամիդ ու թշնամուդ։ Գմարես քու հետին լույսեր ու գամփոփվիս սրդիդ մեջ մութ։ Ճիշտ սերն այն է,
որ չես սեր վջիտ գերբով թունքու հոգուտ։ Չես գիտեր, թե ինչ է կուսեր, երանություն, թե վիշտ անքուտ։ Ճիշտ սերն այն է, որ չես սեր հոգեհադոր քո սիրել վույթ, ու լալդ ոչ ոք չի լսեր, համոզված ես չսիրելուտ։ Շարունակելով Ռուփեն Սևագի հետ, հետևյալ քերթվածի մեջ փանաստեղծը ցույց կտա, թե ըստ իրեն կա ի վերջո երջանկություն, որուն պետք է հավատալ։ Երջանկություն կա ու չի կա։ Իբրև թրախտի անկյուտ թրջուն, հավերժ կերք է, բայց ինք չի կա, երազ է երկնիր շարաչուն։ Անհին թղյակ մեծ իրանի, կադար է հերվի կապույտ լերան, հոն հասնողին փյուր երանի, փյուրեր ճամփուն վրա մերան։ Երջանկություն կա ու չի կա, զով արում է կարգաչուն, հավերժ կմբես, հակուր չի կա, երազ է չուրնիր բաղբաչուն։ Երջանկություն գծածանի քու ձիրանի շուրթիտ վրան, հավդացողին փյուր երանի, փյուրեր ճամփուտ վրա մերան։ Ամենայն հայոց փանաստեղծուհի գոչումին արժանացած Սիլվա Գաբուդիգյանի սիրո աշխարհը եղավ փոթորգոդ ու դխուր։ Ան ամուսնություն կգքած էր Հովանես Շիրազի հետ, սակայն իրենց զավգին Արա Շիրազի ծնունդին հաջորդող դարիներուն բաժնվեցան իրարմե։ Գաբուդիգյանի 7 դասնամյակները ավելի երկարող ստեղծագործության մեջ գլխավոր դեղերը գրաված են հայրենիքը, հայոց լեզուն, հայ ժողովուրդը։ Ան ունի նաև սիրային բանաստեղծություններու շարք։ Հետևյալ 3 բանաստեղծություններու մեջ 3 տարբեր հոգեվիճակներու կհանդիպինք։ Կներկայացնեմ։ Թե ես չեմ սիրում քեզ, ինչու է ձմեռն այսքան գարուն, ձմռան արևը այսքան այրում, անխոս երկինքը այսքան անհուն, եթե ես չեմ սիրում քեզ, եթե դու չես սիրում ինձ, հապա ինչու են ձեր փողոցում այդքան սիրով ինձ ճամփաբացում, անցորդներ, տներ, մայթեր ու ձյուն, եթե դու չես սիրում ինձ։ Արձակագիր Հակոբ Կարապենց ծնած է Թավրիզ Պարսկաստան, եղած է հայ մշակութային, Արարատ միության հիմնադիրներ են։ Բարձրագույն ուսումը ստացած է Ամերիկայի Միացյալ Նահանգներուն մեջ, իբր մասնագիտություն ընտրելով լրագրությունն ու հոգեբանությունը։ Ահա թե ինչ կմտածեր Կարապենց սիրո մասին։ Ճշմարիտ սերը համակ նվիրում է զորողություն։ Երբեմն մի հայացք, մեծ մի շշնջուն, ինչպես ամբի ու լերան հանդիպումը, կամ զուլալ աղբուրի հոսքը, թեպի դաբակ հովիդի սիրտը։ Սիրո մեջ շատ խոսք չպետք է լինի, խոստումը չափազանցություն պետք չէ լինի։ Միան խորաբեր սիրելը բավական չէ։ Պետք է նաև հասկանալ դիմացնին, նրա հոգին ու ներաշխարհը, նրա նախասիրություններն ու սրբությունները։ Առանց հարկանքի սեր չի կարող լինել։ Իսկ հարկանք նշանակում է ի նկատի ունենալ նրա մարդկային իրավունքները։ Ամեն ոք չգրված սիրո մի վեբ ունի։ Ամեն ոք իր ուրույն սերն ունի։ Այս բազմազան սերերից է քոյացել աշխարհը։